Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն օր փետրվարի 17 Բայց դուք զորացեք և ձեր ձեռքերը չթուլանան, որովհետև վարձք կա ձեր գործին։ Երկրորդ Մնացորդաց 15-րդ գլուխ 7-րդ խոսք։ Թեև Աստված մեծամեծ գործեր է կատարել Ասա թագավորի և Հուդայի համար, այնուամենայնիվ նրանք տկար ժողովուրդ էին։ Նրանց ոտքերը խիստ երերուն էին Տիրոջ ճանապարհների մեջ, և նրանց սրտերը երկմտությամբ լի, այնպես որ հարկ եղավ նրանց զգուշացնել, որ Տերը նրանց հետ պիտի լինի, քանի դեռ իրենք նրա հետ են, բայց եթե լքեն նրան, նա ևս պիտի թողնի նրանց։ Նրանց հիշեցվեց նաև հարևան թագավորության մասին, թե ինչ դժբախտ վիճակի մատնվեց նա իր ապստամբության մեջ, և թե ինչպես Տերը ողորմած գտնվեց նրանց հանդեպ, երբ ապաշխարության միջոցով ողորմություն ցուցաբերվեց։ Տիրոջ նպատակը նրանց իր ճանապարհի մեջ հաստատելն էր և արդարության մեջ զորացնելը։ Այսպես պիտի լինի նաև մեզ հետ։ Աստված արժանի է, որ նրան ծառայենք այն ամբողջ զորությամբ ու եռանդով, որի ընդունակ ենք։ Եթե Աստծուն ծառայելը ինչ-որ բան արժե, ապա այն արժե ամեն ինչի։ Մենք Տիրոջ գործում մեր լավագույն վարձատրությունը պիտի գտնենք, եթե այն կատարենք վճռական ջանասիրությամբ։ Մեր աշխատանքը Տիրոջ մեջ զուր չէ, և մենք դա գիտենք։ Կես սրտով կատարված գործը վարձատրություն չի բերի, բայց երբ մեր ամբողջ հոգին ներդնենք այդ սուրբ գործի մեջ, այն ժամանակ պիտի տեսնենք պտուղները։ Այս խոսքը տրվեց այս գրքի հեղինակին մի սարսափելի փոթորկի ժամանակ, և նրան հուշեց գործի դնել ամբողջ շոգենավի արագությունը, վստահ լինելով, որ անվտանգ կհասնի նավահանգիստ փառահեղ բեռով։